Կեղծ սքրինշոթը հիմա դարձել է քաղաքական զենք։ Նախկինում սուտ տարածելու համար պետք էր կայք, հոդված, գոնե ինչ-որ հասցե։ Հիմա բավական է վերցնել հայտնի լրատվամիջոցի տեսքը, դնել ծանոթ լոգո, սարքել կեղծ վերնագիր, ավելացնել ամսաթիվ և ուղարկել մարդկանց։ Այդպես տարածվեց նաև ԵԱՏՄ 11 միլիոնի, թոշակների 25% կրճատման և կենսաթոշակային տարիքի 67-ի հասցնելու պատմությունը։ Մարդը չի բացում հղում, նա տեսնում է նկարը և հավատում է, որովհետև նկարը նման է լրատվության։ Սա հենց թակարդն է։ Սքրինշոթը փաստաթուղթ չէ, լոգոն ապացույց չէ, վերնագիրը ճշմարտություն չէ։ Կեղծիքի նպատակը քեզ համոզել չէ, նպատակը քեզ շտապեցնելն է, որ դու արագ փոխանցես, արագ զայրանաս, արագ վայրանաս, արագ վախենաս, արագ որոշես։ Իսկ ընտրության ժամանակ արագ վախը շատ թանկ է նստում պետության վրա։ Յուրաքանչյուր կեղծ սքրինշոթ ունի հասցեատեր։ Այդ հասցեատերը դու ես։ Քո տունը, քո ծնողները, քո գյուղը, քո ձայնը։ Հունիսի 7-ին մի թող, որ նկարը քվեարկի քո փոխարեն։ Գնա ընտրատեղամաս, քվեարկիր ինքդ։ Որոշումը թող լինի քաղաքացու ձեռքում, ոչ թե կեղծիքի դիզայների։